Զրուցում եմ բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազոն Ալվրդյանի հետ։ Պարոն Ալվրդյան, ես կխնդրեմ անդրադառնաք մեր այս աուդիո հարցազրույցի ժամանակ մեր եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողություններին։ Տեսեք, 8 եպիսկոպոսներ, իդեպ 56 եպիսկոպոսներից 8-ը գնացին հանդիպման Նիկոլ Փաշինյանի հետ եւ կարելի ասել իրենց հավատարմությունը հայտնեցին ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության կողմից ծավալվող այս պատերազմին եւ նրանք փաստորեն մի հայտարարության տակ էին գրել իրենց ստորագրությունը դրել, որով պահանջում են կաթողիկոսի հրաժարականը եւ Արշակ Սրբազանի հեռացումը։ Ինչ գործընթացներ են հիմա սկսվում Փաշինյանի ձեռքով մեր եկեղեցու դեմ, լսում ենք ձեզ։ Փաշինյանի ձեռքով այս գործընթացները շուտ են սկսվել, ուղղակի այսօր մենք ավելի լուրջ հանգրվանի հասանք։ Նրա իշխանության գալուց անմիջապես հետո եկեղեցու դեմ սկսվեց նրա արշավանքը։ Հետագայում տարբեր հայտարարություններ, հետագայում տարբեր ոտնձգություններ եկեղեցու դեմ վեհապարի հասցեին վեհապարի նկատմամբ եւ վերջապես նա պահել էր այս հիմնական քայլը ընտրությունների նախորյակին, որպեսզի կարողանա իր հալվող իր ձեռքից գնացող ընտրազանգվածը մի կերպ պահել, նոր ընտրազանգված ձեռք բերել, սկսեց նոր պայքար, այսինքն նոր, հիշում եք, որ եկավ իշխանության հներ կային։ Հիմա այդ հները չկան այլևս, որտեղ այդ բոլոր հները իր շրջապատում հայտնվեցին հանկարծ եւ ակնհայտ դարձ, որ այդ հներն են իրեն իշխանության բերել եւ հին ու նոր այդ հասկացությունը ժողովուրդը հասկացավ այդ կեղծիք աճպարարությունը։ Հիմա նա մեր ժողովրդի միամտության վրա փորձում է խաղալ այդ լարի վրա եւ իբր թե ինքը սուրբ խորհուրդների պաշտպան է, մի սրբազան անձ է եւ ահա հայտնաբերել է դավադրություն մեր ժողովրդի համար այնքան նվիրական հասկացությունների դեմ, եկեղեցի, հավատ, սրբություն, սրբազնություն եւ պատկերացնում եք ովքեր են դավաճանում իրենց ուխտին ու երթումին հոգեվորականները։ Եվ այս սրբապիղծ արած, այս սատանի դրածոն, սատանի լպստած, որ ասում է ժողովրդի, գիտեք ինչի են ասում սատանի լպստած, այսինքն սատանան նրան իրենով է արել։ Հիմա այս սատանի ծնունդները եկել են եւ մեր եկեղեցու դեմ փորձում են հանել մեր ժողովրդին։ Իսկ քանի որ մեր անկեղծնենք, մեր ժողովրդի մեծ մասը անհավատ է, թույլ հավատ ունի, կամ ընդհանրապես աթեիստ է, դերևս կոմունիստական հովերի մեջ է տառապում, մի մասը աղանդավորական է, մի մասը հեթանոսական հովերի մեջ է, չհասկանալով խորհուրդը մեր եկեղեցու, նա փորձում է այդ զանգվածին համախմբելի շուրջ, իսկ դրանք գիտես բավական շատ են այդ մարդիկ, այդ զանգվածները տարբեր աղանդների, տարբեր, չգիտեմ, խմբավորումների տեսքով բավական շատ են։ Ուզում է դրանցից ձուլել, ստեղծել ընտրազանգված, բայց որպեսզի իր իշխանությունը հաստատի նորից մի անգամ եւս, բայց նա այսպեսի նպատակ ունի։ Եվ այդ նպատակը այնքան շատ ակնհայտ է եւ շատերին է արդեն դա կարծես պարզ։ Եկեղեցին դարձնել իր իշխանության կամակատարը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն զրկել իր դարավոր իրավունքներից, իրավասություններից, իր խորհրդից եւ դարձնել մի կամակատար կառույց, ինչպեսին հայոց պետության այսօրվա Հայաստանի մեջ հայոց պետության բոլոր հաստատություններն են։ Իրավապահ, չգիտեմ, զինվորական, դատական, մշակութային, կրթական բոլոր հաստատությունները դարձրել է իրեն ենթակա ինչ որ կառույցներ եւ քանդում է, քանի որ ինքը տգետ է եւ եկել է քանդելու համար քանդում է։ Հիմա ուզում է եկեղեցին քանդել։ Այստեղ ես այսօր հիշեցի ոսկե ձկնիկի հեքիաթը։ Ոչինչ չուներ այդ պարավը եւ նա պահանջում էր, նա խնդրում էր նախ ունենալ ինչ որ չէ լավ պաշտպան։ Իրենք էլ չունեին ոչինչ, բացի իրենց փոշեկուլներից եւ հերոստացույցներից, որոնք ապրանքով էին արել։ Իրենք խնդրեցին, ունեցան ոսկե տաշտակը ունեցան, լավ տներ կառուցեցին խրճիթների փոխարեն։ Հիմա մեծ իշխանություն ունեն բոլորի վրա եւ ուզում են, որ ոսկե ձկնիկն էլ իրենց մոտ ծառա աշխատի։ Այսինքն եկեղեցուն ենթարկեն իրեն եւ
եկեղեցին իրենց մոտ ծառա աշխատի։ Բնականաբար այդ բանը երբեք չի լինելու, ինչ կան էլ եպիսկոպոսներ, նույնիսկ եթե բոլոր 54 թե 56 եպիսկոպոսները միաձայն պահանջեն կաթողիկոսի հրաժարականը, կաթողիկոսը կարող է հրաժարական չտալ եւ չպետք է տա, որովհետեւ կաթողիկոսի հրաժարականի այսպես կարգ չկա։ Եկեղեցու կարգի, օրենքի ոչ միտեղ գրված չկա կաթողիկոսի հրաժարական, բացի մի դեպքից, երբ կաթողիկոսը ինքը ցանկանա, ինչ պատճառներ, առողջության եւ այլն, հասկանա։ Հիմա այս ամբողջը մի նպատակ է հետապնդում։ Իմ խորին համոզմամբ այս մարդիկ աշխատում են ինչքան վարկաբեկված, այլասերված, կաշառակեր, օլիգարխ դարձած, օլիգարխի վերածված հոգևորականներ կա, հավաքել իրենց շուրջ եւ վտանգավոր մի շարժում սկսել։ Հակա եկեղեցական մի շարժում, որի մի բևեռում նույնպես ձևական արտաքին տեսակետից արքեպիսկոպոսներ են, չէ, եկեղեցու կողմից ծոցված բարձրաստիճան հոգևորականներ։ Եվ պարակն եկեղեցին, ես սա մտածում եմ եւ հերու չէ իրականությունից, որտեղ նույնը կատարվեց Ուկրաինայում ու կատարվում է այսօր։ Պարակտեցին ռուսական պրովոսլավ եկեղեցին երկու մասի։ Այնտեղ հասկանալի էր, ուկրաինացիք իրենցն էին ուզում, ռուսաբոսկվայից անջատվել եւ արեցին։ Հիմա սրանք ինչ են ուզում։ Ես այստեղ տեսնում եմ օտարի ձեռք։ Ես այստեղ տեսնում եմ Վատիկանի քանդարար ձեռքը, Վատիկանի, որը որևէ հարցով ոչ միայն չի միջամտում, որպես քույր եկեղեցի, չէ՞, ոչ միայն չի միջամտում կամ դատապարտում հակաեկեղեցական ընթացք այս սատանայի, այլև ոգևորում է, խրախուսում է եւ ստանում է նվերներ Ադրբեջանի նախագահից եւ փոխնախագահից, որը նախագահի կինն է։ Դրամի տեսքով ես սրանց ագահությունը, ոսկեցիրությունը այս եկեղեցու Վատիկանի, այս ճիզվիտական եւ այլ տարբեր օրդենների, միավորումների կործանարար է ոչ միայն իրենց համար, այլև ինչպես տեսնում եք շատ-շատերի համար եւ իր վնասն է սփռում իր շուրջը։ Մենք տեսել ենք նրանց հարձակումները մեր եկեղեցու վրա 451 թվից ի վեր, հատկապես Կիլիկյան շրջանում ենք տեսել։ Եվ այլ եկեղեցիների հարձակումներ ենք տեսել մեր եկեղեցիում, բայց քանի որ մեր եկեղեցին իր ուղղափառ դավանանքից եւ երբեք չի շեղվել եւ ինչպես մեր եկեղեցու հայրերից եւ մեծագույն պատմիչներից մեկն է ասում եկեղեցին հավատը դարձրել ենք մենք հայերով մեր մաշկի գույնը, ապա մենք ինչքան էլ քիչ մնանք, ինչքան էլ թվա թե նրանք ուժ են հավաքում, հաղթանակը մերն է եւ նրանք կպարտվեն, որովհետեւ նրանց թիկունքում կանգնած է սատանան, իսկ մեր եկեղեցու եւ եկեղեցու հայրապետը Աստծո օծյալն է եւ մենք պետք է կանգնենք նրանց շուրջ։ Ցավոք, այս համոզմունք ունենալով հանդերձ հաճախ նկատում եմ ու վախ եմ ապրում, որ մարդիկ չկան, քիչ են մնացել։ Իհարկե քչով կհաղթենք, բայց ինչու պետք է քրիստոնյա առաջի ժողովուրդներից մեկը, ըստ էության նաև քրիստոնեական պետություն ունեցող առաջին ժողովուրդը, այսքան որ գրամով լութապաշտ լինի, եւ հերո կանգնած լինի իր եկեղեցու շահերը եւ իր շահերը, որոնք ըստ էության իր շահերն են, պաշտպանելու գործից։ Էս է կատարվում։ Բոլորության մեջ է մտել մենք ուրացողները հիմա շատ վարպետորեն են գործում, ուրացողներից մի քանիսի մասին մենք այսպես թե այնպես գիտենք, ինչ ահավոր վարքագծի տեր են եւ այսօր որ եկեղեցու դեմ այս սատանի ծնունդները ինչ որ կոմպրոմատներ չէ ունեն եւ այլն, այդ կոմպրոմատների մեծ մասը հենց այս մարդկանց արարքներն են, նվասարտը, հանրահայտ, ավազակաբարո, ագահ եւ բիզնեսմեն եւ բարոյազուրկ մի արարած։ Որին քննադատել է միշտ Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա ձեռք են մեկնում մեկ-մեկում։ Եվ ինքը, եւ իր վարքագիծը, եւ այն մյուսը, որի տղան Քարամյանն է կոչվում, չէ՞։ Հիմա տեսեք, ուսակրոնության ուխտը խախտած այլ արքեպիսկոպոս դառնում է ուսակրոնության ուխտը խախտածների դեմ պայքարողի, այսպես կոչված Չակերտյան Նիկոլի գործակիցը։ Այստեղ պարզ է որ խնդիրը
խորհուրդը չի, կուսակրոնության ուխտը խախտելը եւ այլն չի։ Խնդիրը մեր եկեղեցուն հարված հասցնելն է եւ մեր եկեղեցուն ամենամեղջ տարբերակը հետեւյալն է։ Մեր եկեղեցին դարձնել իր հետ հլու հնազանդ մի կառույց։ Իսկ վատագույն տարբերակը մեր եկեղեցու դավանանքը նենգափոխող, այլասերող եւ Վատիկանին կցորդ դարձնող մի խորհուրդ։ Որին վերջո իր կապերը Վատիկանի հետ, այն որ ինքը Սերժ Սարգսյանի եւ հանրապետական բեռնախավի դրածոն էր, այն որ Վատիկանում իրենց այդպես բանը հանդիսանում էր իրենց գորշ կարդինալներից մեկը Միշիկ անունով Միքայել Մինասյան, այն որ այդ ամբողջ գործողությունները այստեղ Ռոմի Պապ էին բերում, տունտունիկ էին խաղում, ցեղասպանության վերաբերյալ իբր փաստաթղթեր եւ այլն մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու հոգսերով իբր ապրող կամ մտահոգ, ահա Վատիկանի եկեղեցին այսօր հայոց եկեղեցու դեմ հասցվող մեծագույն սատանայական հարվածի նկատմամբ խիստ անտարբեր է, եթե չասեմ մասնակից եւ գործակից։ Լավ, հիմա այո, պարոն Ալբերտյան, մենք հիմա դուրսը ակնհայտ է, որ դուրսը գործում է, պիտի հասկանանք մենք ինչ պիտի անենք, որովհետեւ հիմա կա մեծ անհանգստություն, որ հնարավոր է անգամ կալանավորեն կաթողիկոսին, ինչ կասեք այս մասին։ Ես ասեմ, նրանք կաթողիկոսին կալանավորելով կարող են ուրեմն ընդհանրապես կաթողիկոսի հեղինակությունը կտրուկ բարձրացնել։ Կաթողիկոսը ուր էլ լինի կաթողիկոս է, նրան ոչ ոք կարգալույս անել չի կարող։ Նրան բանտել դնել, հազար կապանքի տակել դնեն, նա մնում է ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ քանի դեռ նա կա եւ չի հրաժարվել իր կարգից, կաթողիկոսի իր կոչումից, ոչ ոք այդ բանը անել չի կարող եւ նրա փոխարեն կաթողիկոս ընտրել չի կարող։ Իհարկե, իմ ընկերներից մի քանիսն ասում են, գուցե հակաթոռ է ուզում ստեղծել, ինչպես ունեցել է, չէ՞ պատմության։ Այո, այդ կարծիքը եւս կա։ Այդ կարծիքը եւս կա։ Կապրենք կտեսնենք, բայց մի բան հաստատ գիտեմ ինչ պետք է անենք։ Պետք է բոլորս, ամեն մեկը իր կարողության չափով, խոսքով, գործով, մասնակցությամբ, ներկա լինելով պաշտպանի մեր առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու իրավունքը եւ կաթողիկոսին։ Այլապես ճշտամին ոտնատակ կտա մեր ամենասուրբ Միշնաբերդը եւ դրանից հետո հայ ժողովրդի ողնաշարը այլևս դժվար թե ուղղվի։ Շնորհակալ եմ, պարոն Ալբերտյան, մեկնաբանության համար։